Ինչպես են ապրում սահմանային գոտիներում, սահմանային գյուղերում։ Ողջույն սիրելի բարեկամներ, մենք գնում ենք Վայոց ձոր, Վայք եւ Բարձրունի համայնք եւ ամենամեծ խնդիրը, որ առաջացել է գյուղացիների մոտ, դա իրենց անասունների պահելու խնդիրն է։ Մենք հիմա Վայք քաղաքով ենք գնում եւ Վայքում ստեղծվել է սպանդանոց ու այդ սպանդանոցը չի աշխատում։ Ստեղծվել է ինչ-որ ծրագրով, պետական ծրագրով, հետո մասնավորին են տվել ու այդ մասնավորը նույնիսկ Վայքում չի ապրում, այլ Երևանում է ապրում եւ վերացական 1 միլիոնով վաճառում է։ Բայց ով պետք է այդքան գումարով առնի, հետո ձեռնտու չէ։ Ամենամեծ խնդիրը գյուղացիների առաջ դա սպանդանոցի հարցն է, որ գոնե շարժական սպանդանոց չկա կամ եթե կա անասնաբուժ գյուղում, ինչու ինքը չի կարող իր թղթով թույլ տալ, որ անասունին մորթեն գյուղացիները ու վաճառեն իրանց մսեղիքը։ Այդ իսկ պատճառով շատ գյուղացիներ մորթել են իրանց կենդաններին, վերացրել են, քչացրել են։ Եվ դա միայն Վայոց ձորի մարզի խնդիրը չէ, այլ նաև ամբողջ Հայաստանի, հենց դրա պատճառով է, որ շատ քիչ են պահում կոճղար, կով ու կաթնարտադրության խնդիր, մթերման խնդիր, որ գյուղը մտնում եք, սիրելի բարեկամներ, չկա կաթի մթերման կամ չրանոցների խնդիր կա, որ գոնե եթե իրենք պտուղ ունեն, այգիներ ունեն, չրեր սարքեն ու լեռնային գոտի է ի վերջո, հարթ վայր չի, Արարատյան դաշտավայրը եթե ասենք ինչ-որ մի ձևով կարելի է այդ հարցերը լուծել, բայց լեռնային գոտիներում ոչ։ Բարև ձեզ։ Հասանք Բարձրունի, բարև ձեզ Արսեն։ Մենք արդեն Բարձրունի գյուղում ենք, եկանք արդեն համայնքի ղեկավար Արսեն Ալեքսանյանի հետ, վարչական ղեկավար, բարև ձեզ։ Գյուղը քանի բնակիչ ունի։ 280 բնակիչ, որ առկա բնակվում է։ Ինչով է զբաղվում գյուղացին այսօր, ինչ խնդիրներ ունեք։ Գյուղատնտեսությամբ է զբաղվում, անասնապահությամբ և մեղվաբուծությամբ։ Խոշոր թե կճղական։ Խոշոր էլ, մանր էլ, երկուսից էլ ունենք, բայց գնալով պակասում է անասնապահանակը։ Ես գիտեմ, որ սպանդանոցների խնդիրն է դա առաջացրել, հա։ Չէ իմասի, մարդը եթե ցանկություն ունենա պահելու կպահի։ Անասնաբուժ ունի գյուղը։ Այո։ Գյուղը թե համայնքը։ Չէ, գյուղը, անձամբ գյուղը ունի անասնաբուժ։ Գծված երկու գյուղ։ Սերտ և Բարձրունի։ Պատվաստումները ժամանակ։ Պատվաստումները արվում է ժամանակին։ Իսկ ինչու է գլխաքանակը քչացել, սահմանի պատճառով, մասնագետների պատճառով, սպանդանոցների։ Ինքը ահագին ծանր աշխատանք է, մարդիկ նախընտրում են պետական գործերի։ Չեն ուզում մի խոսքով գյուղացին։ Չարչարանքը շատ է, ինքը փոքր է տարածքները, ինքը փոքր է, չես կարող անասունը բրախես։ Եվ սպանդանոցն էլ նաև պատճառ հանդիսացավ։ Իսկ սպանդանոցներ կա տարածքում։ Մի հատ կա։ Որտեղ։ Վայքում։ Ինչի չի աշխատում։ Մի խոսքով մթերման մեծ խնդիրներ ունեք։ Կաթ չեն հավաքում, չունեք կազմակերպություն։ Կաթ չեն հավաքում, որովհետև մենք այդ քանակը չունենք։ Մի ժամանակ գալիս էին տանում էին, հիմա չկա այդ քանակը, որ գան տանեն։ Ամեն մեկը 2 անասուն, 3 անասուն։ Իսկ 18, 20 կամ 16 թվականից առաջ ավելի շատ էր, որովհետև սահմանի հետ խնդիր չկար։ Չէ, ոչ թե սահմանի հետ էր կապված այդ բանը, այլ բոյնիների հետ կապված։ Բացի այդ էլ ինքը չարչարանքը շատ է, մարդիկ նախընտրում են աշխատանք պետական ու մասնավորի մոտ աշխատեն, գումարը ստանան, քան թե անասուն պահեն, որտեղ դրա եկամուտը շատ քիչ է։
Իսկ դուք պահում եք, ձեզ կաթի բաների հարցը լուծում եք, դուք ինքներդ։ Այո։ Ես մի ժամանակ մեծ ֆերմա ունեի։ Հիմա Չներ չէ։ Ես էլ հիասթափվեցի ու պակասեցի։ Նախ աշխատող չճարեցինք, հետո Հիմա հերթով եք, հա, չոբանություն չկա առանձին։ Չէ, հիմա անասունը անում ենք դաշտ, ամեն մեկ իր անասունը իր հերթին գնում է։ Իսկ Հովիվներն էլ լավ են։ Անասնաբուժը։ Նա իջավ գավաթ։ Ձեր անունը Սահմանը։ Արա Ինչյան։ Մարջոսյան արա, իսկ Ես է Նարինեն եմ, լրագրող Կիրակոսյան, մեզ Լելի լրագրող Տիգրանը, անասնաբուժն է։ Նստեք։ Մեծ պրոբլեմներ они выводят скот и уходит туда. Դե հա, միշտ է սահմանային կոդ դրա համար հարցրեցի։ 2 տարի առաջ Կողի գյուղի անասունը Որ գյուղի? Սերս գյուղի, բայց Սերես։ Տանի մեկ իշ լավ գյուղեր ունեն։ Վայ, չասեմ նա։ Մտնենք, տեսնենք ինչ ունի մեր անասնաբուժը։ Պահ։ Այս ինչ դաբաղի նկարներ է։ Ահա։ Կենթանիների մակաբույծների։ Ահա։ Ժողովրդական քյափանակ։ Ֆասցելիոզ ուրեմն ժողովրդական քյափանակ է կոչվում, տեսեք, չգիտեի։ Բեռնարոնուն պտղի նորմալ դիրքերը, ցուցանակները, այստեղ էլ պայուսակն է դեղերի տեղափոխման, Բարձրունի համայնքի անասնաբուժական կետի կողմից։ Добро пожаловать. Բարև ձեզ։ Շատ բարև ձեզ։ Դուք Արա Մարտիրոսյան։ Մարտիրոսյանն եք։ Ճիշտ այդպես։ Այս ինչ սիրուն կաբինետ ունեք։ Հա, շնորհակալություն։ Սիբիր ախտի մասին տեղեկություն կա։ Պարզում է Պլակատներ։ ֆասցելիոզը կոչվում է ժողովրդական քյափանակ։ Դուք կուրսեր եք անցել, թե ոնց եք պատրաստվել։ Ես 86 թվին սովորել եմ անասնաբուժական մշակման օպերատոր։ Մեկնել եմ սովետախորհրդային բանակ։ Հետո եկել Զովետ էմաներ եղավ չընդունվա։ Մտել եմ զինվորական ծառայության մեջ մինչև 2003 թիվը, որպես վաշտի հրամանատար։ Որտեղ եք Մեր ծառայել։ Վայոց ձորի Զորամասում։ Եվ 2000 որ թվականից եք։ Երեքինց դուրս եմ եկել, ստեղ մտել եմ 2018-ից։ Եղել են դեպքեր ինչ որ վարակի, բանի Չէ, տարածման։ մեր տարածքում вообще ես կարամ ասեմ գյուղում ես վակցինատոր չեմ եղել, ես եղել եմ որպես թերապևտ։ Իսկ այս տարի համ վակցինատոր եմ, համ թերապևտ եմ։ Կուրսեր եք գնացել։ Չէ, դասընթացների չէ, բայց պետք է ուղարկեն դասընթացների։ Ոնց են տալի լեզվով, սրսկումով, մի հատ կբացատրեք հիմա ինչը ինչով են տալի։ Դե ես ընդհանրապես վակցինաները ստանում եմ, նայած որ վակցինան, որ հիվանդությունը մաշկային, ենթամաշկային, մկանային, էտա միջոցառումը։ Դա առուն է պարզա երակից, եկանում անասնաբիրկայի համար գրում ենք։ Այսինքն սեփական փորձով եք էլի ավելի շատ։ Պրակտիկա իմ գյուղում ապրած, դա ես անասնապահ։ Դուք հենց այս գյուղում եք հիմա ապրում։ Հա, ես այդ գյուղի բնակիչ եմ։ Այս ինչ եք ցույց տաք։ Էսի վակցինաները, որ խալադելիկից հանեն, Հա։ գնացի միջոցառման, էսի ոնց որ Պայուսակն է։ խալադելիկ են, Հա։ Իսկ սառույց դնում եք մեջը։ Չէ, էսի խալադելիկ էսի է։ Հա։ Դրանից որ անում եմ, էսի ջերմությունը պահում է։ Սա ինչ է։ Էսի սպրիչն է։ Հա։ Ավտոմատ սպրիչը, որով Ով է տրամադրել։ Դա մեր հիմնարկությունից։ Հա։ Հա, հասկացա, սապածեն։ Հա, վայքի լաբորատորիան, անասնաբուժական կենտրոնից։ Ունեք սառնանում ինչ որ մի բան։ Ստե վակցինաները պրծել են մնացել է հորթերի։ Հա։ Հորթերի Հա, ինչ։ հորթերի մայիսից հետո պետք է խփեմ։ Էսի դառնա, էսի խշշան պալարնա, եմ կարնա։ Հա։ Մնացածը ավարտել։ Իսկ ինչքան է սառացնում։ Սրա դերմաշ։ Նորմալ աշխատում է։ Հա, հա, նորմալ վիճակա, հələ պրինցիպի էս մեկի ռադոց ավելի ճիշտ է պարելը։ Ահա։
նայած վակցինա է, դե ծրան նորմալ իրանք ձեռով պահել են իրանք աշճանը, որ բերում եք մի անգամից օգտագործում։ Դերին վնաս չտա, ոչ մի պրոբլեմ չնի, այնտեղ ես օգտագործում եմ։ Իսկ այս ցուցանակները ով է տրամադրել։ Կազմակերպություն է էսի կառուցել բանը։ Ստեղ գրած է, հա։ Լավ է չեմ հիշում սա։ Էսի ինչ լրատվող բան է ձեռնարար էր, ինչ է, չգիտեմ։ Իրանք էլ բերել, իրանք այս դեղորյակը, այդ ոչմ այն արհեստական բերմավորման բանունը։ Ուրա։ Էսա։ Վայ, արհեստական բեղմնավորման բալոն էլ ուներ։ Էդ ով հատով է։ Էլ է նույն կազմակերպությունը։ Էսի դաշտային սուրկենա։ Ամեն ինչը մեջը տեղավորում ես, ոսկի գնացի լեռնային պայմաններում, բուժում, ոքսեմ լանց է։ Օ, լրիվ նոր ունեք, ձեռնոցներ ունեք, արհեստական դեղնավորման։ Շատ ունենք։ Ջերմաչափ ունեք։ Ջերմաչափեր ունենք։ Էդ ռեկտալ է։ Հա։ Այդ ստերիլիզացման համար բաննա։ Խիտ չունեք ադնարազվի, այսինքն մի անգամյա։ Ունենք, ոչ։ Հա։ Բայց դες պետք է ոնց հասկացա դասընթացներ, բաներ։ Կուզեիք մասնակցել դասընթացների։ Կուզեիք դասընթացներ Շատ լինել։ հաճելի կլինի, պրոստե բաներ կա, որ հիասթափեցնում է, դա արդեն ոչ է։ Դե հա։ Բարձա։ Այս էոֆիլին էլ եք նույնիսկ ստացել։ Չէ։ Իրանք կարող ստացել են այն ժամանակ, ես տեղյակ չեմ։ Դուք երբանից եք աշխատում խի։ Ես այս տարի նոր մտել եմ այս։ Հա։ Ես եղել եմ թերապևտ, իսկ այս տարի նշանակվել եմ որպես վակցինատոր։ Իսկ գյուղում ամբուլատորիա կա մարդկանց համար։ Հա, ոչ չկա։ Ամբուլատորիայում աշխատող ունեք։ Բաբա ոչ չունենք։ Ընտեղ է հիմա։ Դե շատ ժամանակ։ Չէ։ Դիմանանոց գնացած եմ, չեմ բան։ Մի հատ կհարցնեք։ Վայ քաղաքում այսքան շենք շինություն կա։ Համայնքի ղեկավարի հետ խոսեցինք։ Չկա աշխատատեղ։ Խանութներ կա, արտադրամաս չկա, մի հատ ջրի գործարանը չի աշխատում, մի հատ փոքրիկ ինչ որ գինեգործական ընկերություն կա, ասեցին։ Վայքի եկեղեցու մոտով ենք անցնում, շատ հետաքրքիր ճանապարհորդություններ, բայց ասում եմ ամենակարևորը ինչ որ վատություն արել են գյուղատնտեսության նախարարությունը փակելով սննդի անվտանգության ուրեմն սապեց է որ ասում են ծառայությունը մի հատ էլ վատություն է անում որ այդ սպանդանոցների հարցը չի լուծում դրել են սպանդանոցային պետքա լինի սպանդանոցային տեսուչները տեսանք վառ օրինակով գումի շուկայում ինչ էին անում հա բայց այդ գումի շուկան եք փակում են մյուս շուկան եք փակում հասկանում եմ պատճառաբանում եք իբր մեր առողջության մասին եք մտածում բայց այդ ամեն ինչը մենակ սպանդանոցով չի պատվաստումները պետք անել, անասնաբուժական բոլոր ծառայությունները անել, շուկաները վերացրեցիք, շուկաներ չկա, այդ շուկաներում ժամանակին կար լաբորատորիաներին, հիմա լաբորատորիան ամեն ինչը կենտրոնացրել են Երևանում, ոչ մի հատ միջին մասնագիտական, կրթական օջախ չկա, այս վերջին տարիներին ինչ որ կարել, նույնիսկ մասնավորը, ասեցին նույնիսկ Եղեգնաձորում փակել են, կար ամալսարանի ինչ որ մասնաճյուղ, կար բուժքույրերի ուսումնարան, դա էլ է փակվել, առաջարկություն կար մեխանիզատորների, այսինքն տրակտորավարներ լինեին, մեխանիկներ լինեին, ինչ որ մեքենաներից հասկացող մարդկանց սովորեցնեն, որ դիպլոմ են տեղ տա, նույնիսկ վարորդական իրավունք, որ դոսավները ունենում են, դա էլ տվող չկա, կառույց չկա, ամեն ինչ ում հետ խոսես, գյուղացները կասեն կենտրոնացրել են Երևանում կամ մարզային կենտրոն, օրինակ Վայքի հիվանդանոցը փակել են ու Եղեգնաձորում են բացել։ Մի խոսքով հետաքրքիր տեղում եղանք, ամենագեղեցիկ մարզերից մեկում եղանք։
Շնորհակալություն դիտումների համար։ Առայժմ այսքանը։ Ստեսություն։